Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Արդարև Տիրոջ տաճարն եք դուք, ինչպես ասաց Աստված, պիտի բնակվեմ նրանց մեջ եւ պիտի ընթանամ նրանց միջոցով եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։ Ով է մարդը։ Այս հարցը ժամանակի ընթացքում տարբեր մտավորականներ, փիլիսոփաներ իրենց տվել են եւ փորձել են այդ հարցի պատասխանը գտնել, թե ուսումնասիրելով սեփական անձը եւ ընթացքը, թե դիմացինին, թե մարդկությունը որպես այդպիսին։ Եվ ամենից սպառիչ ձևակերպումը երևի փիլիսոփաների մոտ էր, ասելով, որ մարդը բանական կենդանի է։ Սակայն ձևակերպումները չափազանց շատ են եղել։ Տարբեր կրոններում, տարբեր փիլիսոփայական ուսմունքներում, տարբեր կրոնական շարժումներում միշտ փորձել են այդ հարցը բարձրացնել, ուսումնասիրելով մարդու ծագումը եւ մարդու նաեւ կյանքի նպատակը։ Եվ այդ հարցը կարծում եմ մեր կյանքի ամենից կարևոր հարցերից մեկն է, որը մենք պիտի թե ինքներս մեզ հաճախ տանք, թե որպես այդպիսին հասկանանք, վերջը ով է մարդը, ինչ ստեղծված է, ինչ արարած է մարդը, որը սկզբունքորեն տարբերվում է աշխարհի բոլոր արարածներից եւ կենդանիներից, որը կարծես թե ամենա կատարյալ ստեղծագործությունն է, որովհետև մարդուց ավելի մեծ իմացականությամբ, ավելի մեծ մտավոր կարողությամբ օժտված արարած մենք չենք հանդիպում։ Թե մյուս կողմից ամենաշատ վնաս պատճառող, ամենից շատ չարիք սփռող արարածն է այս աշխարհում։ Մարդը ամենից հակասական երևույթն է։ Եվ ուսումնասիրելով Աստծո խոսքը, թե այդ հարցը եթե մենք տանք եւ փորձենք դուրս հանել Սուրբ գրքից պատասխանը, թե ով է մարդը, ապա Աստվածաշունչը մեզ հստակ պատասխան կտա, ասելով, որ մարդը Աստծո պատկերն է կամ Աստծո տաճարն է, Աստծո բնակարանն է։ Եվ այդ պատասխանը շատերին միգուցե եւ դուր չգա, որովհետեւ այդ ապրումը, այդ պատկերացումը շատերը չունեն։ Եվ Պողոս առաքյալը այսօր հիշեցնելով այդ կարևոր ճշմարտությունը մեզ ուղերձ է եղում դարերի խորքից, ասելով, որ արդարև դուք Աստծո կենդանի Աստծո տաճարն եք, Աստծո բնակարանը։ Տաճար ասելով Պողոս առաքյալը նկատի չուներ մեր այսօրվա տաճարները եւ եկեղեցիները, որտեղ այն ժամանակ դեռևս չկային եկեղեցական պաշտամունքի համար նախատեսված հատուկ սրբավայրեր, այլ նկատի ունի Երուսաղեմի միակ տաճարը, որտեղ որ ամբողջ աշխարհից գալիս էին Աստծուն պաշտելու։ Եվ այդ տաճարը Աստծո հատուկ ներկայության վայրն էր, որտեղ Աստծո ներկայությունն է, որ դարձնում է շինությունը տաճար։ Եվ Աստծո ներկայությունը, որը ամենակարևոր հանգամանքն է, որը մարդը պիտի իր կյանքում գտնի եւ հասկանա։ Եվ արարչագործության առաջին իսկ քայլերից մենք տեսնում ենք, որ Աստված իր բնակությունը հաստատում է մարդու հետ մեկտեղ։ Երբ որ մենք ընթերցում ենք դրախտի պատմությունը, տեսնում ենք, որ մարդ եւ Աստված զուգահեռ քայլում են։ Ադամը լսում է Աստծո ոտնաձայները դրախտում։ Աստված իր շունչն է փչում Ադամի մեջ, որպեսզի այդ շունչը բնակվի մարդու մեջ։ Աստված իր հոգին տալիս է մարդուն, որպեսզի այդ հոգին լինի Աստծո ներկայությունը մարդու մեջ։ Եվ այդ հոգին կրելով մարդը դառնում է իսկապես տաճար, բնակարան, Աստծո տապանակ։ Սակայն հետագա պատմության մեջ մենք տեսնում ենք, որ երբ որ մարդիկ մեղքի մեջ են թաթախվում, ջրեղեղից առաջ Աստված ասում է, որ թող այլևս իմ հոգին չբնակվի նրանց մեջ,
որովհետև մանկությունից արդեն չարն են խորում, եւ երբ որ Աստծո հոգին սկսեց չբնակվել մարդկանց մեջ, տեղի ունեցավ այն մեծ աղետը, ջրհեղեղը, ինչից հետո Աստված ուխտի միջոցով իր ներկայությունը հաստատեց եւ մարդկանց հետ կնքելով որոշակի ուխտի տապանակ պատվիրեց կառուցելու եւ այդ ուխտի տապանակի մեջ մի փոքրիկ փայտե սրբավայր էր, որտեղ որ Աստծո ներկայությունն էր, որտեղ որ Աստված քայլում էր եւ բնակվում էր իր ընտրյալ ժողովրդի հետ։ Եվ այդ շարժական տապանակ, այդ վկայության խորանը եւ ուխտի տապանակը, որը շրջում էր Իսրայելի ժողովրդի հետ, իրենց հաջողության, իրենց կյանքի եւ իրենց փրկության գրավականն էր։ Եվ երբ որ թշնամիները գրավում էին այդ տապանակը, համարվում էր, որ այլևս կործանվեց ազգը։ Եվ այդ տապանակը հիմք հանդիսացավ Երուսաղեմի տաճարին։ Աստված իր ողորմությունը հայտնեց Սողոմոն արքային, ասելով, որ այլևս դուք կունենաք մի վայր, որտեղ դուք կարողանաք մուտք գործել Աստծո ներկայության մեջ, եւ դա ամենամեծ պարգևն էր, ամենամեծ նվերն էր Աստծո կողմից, որ մարդը իրավունք ունի մտնելու, շոշափելու, զգալու Աստծո ներկայությունը։ Սակայն տաճարի սրբություն, սրբոցը միշտ փակ էր վարակորով, որտեղ միայն քահանայապետը կարող էր մտնել ամենակարևոր սրբավայրը, Աստծո հետ անմիջապես հաղորդակցվելու։ Մնացած ժողովուրդը մասամբ կարող էին Աստծո ներկայությունը զգալ, եւ այդ ներկայությունը կոչվում էր փառք։ Հաղորդակից էին դառնում Աստծո փառքի։ Եվ նոր ուխտի ժամանակ, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ բացահայտելու համար մարդկանց Աստծո սերը, նա եկավ եւ բնակություն հաստատեց մարդկանց մեջ եւ Հովհաննես Ավետարանի չէ, որ ներկայացնում է Քրիստոսի գալուստը, ասում է եւ Աստծո խոսքը, Աստծո բանը եկավ եւ բնակվեց մեր մեջ, եւ բնակրի մեջ հենց սկյունեո բառն է, որը նշանակում է խորան դրեց մեր մեջ, այսինքն իր բնակությունը հաստատեց մեր մեջ, այն շարժական բնակությունը, որը վաղուց կորցրել էր Իսրայելի ժողովուրդը, երբ որ կորել էր ուխտի տապանակները, երբ որ տաճարը չէր գործում, այդ ներկայությունը հաստատեց մարդկանց մեջ, սակայն ավելին տվեց մարդկանց ոչ միայն տեսնելու կամ շոշափելու Աստծո ներկայությունը, այլ մարդուն դարձնելու Աստծո տապանակ, Աստծո ներկայության վայր եւ Աստծո տաճար, սրբագործեց մարդու կյանքը, վերադարձնելով մարդուն իր բուն նպատակին, որովհետև Աստծո ծրագրի մեջ, երբ որ Աստված մարդուն ստեղծում էր, երբ որ Սուրբ Երորդությունը իրար մեջ որոշում էր, այնպես Սննդոց գիրքը ասում է, որ ստեղծենք մարդուն մեր պատկերով եւ նմանությամբ, այդ խորհրդավորության մեջ Աստված որոշում էր, որ մարդը պիտի լինի Աստծո բնակարանը, Աստծո տաճարը։ Եվ Քրիստոս եկավ, որպեսզի վերադարձնի մարդկանց այդ հնարավորությունը կրելու կենդանի Աստծուն իրենց մեջ, եւ այդ իսկ պատճառով նա հաստատեց Սուրբ Պատարագի խորհուրդը, որպեսզի նա մարդկանց դարձնի ամեն անգամ իր բնակարան, որպեսզի միջտորդությամբ հացի եւ գինու իր մարմին եւ արյունը բաշխի եւ մարդկանց սրբագործի, մարդկանց դարձնի քայլող կենդանի Աստծո տաճարներ։ Սակայն երբ որ մենք ուսումնասիրում ենք այդ հոգևոր մեծ խորհուրդը, թե ինչ է նշանակում Աստծո տաճար լինելը, պիտի վերադառնանք Երուսաղեմյան տաճար, որպեսզի այդ պատկերը լիարժեք ըմբռնենք։ Երուսաղեմի տաճարը այն վայրն էր, որտեղ որ մշտապես զոհաբերություններ էին մատուցվում։ Ամեն օր այնտեղ կենդանիների զոհաբերություններ, արյունահեղություն էր, քահանան պիտի այդ ամբողջ զոհերը զեներ եւ մատուցեր Տիրոջը, եւ մյուս կողմից մշտական փառաբանություն էր։ Դրանով էր տարբերվում տաճարը մնացած բոլոր սրբավայրերից եւ սինագոգներից, որ այնտեղ արկա էր մշտական զոհաբերություն, նվիրագործում եւ արկա էր փառաբանություն։ Եվ այդ համապատկերն է, որ մեզ տալիս է հնարավորություն ավելի լավ հասկանալու, թե ինչ է նշանակում լինել Աստծո տաճար։ Նշանակում է ունենալ քո մեջ զոհաբերություն, նվիրում
ինչ որ բան նվիրել Աստծուն, ամեն օր ինչ որ բան ընծայել Տիրոջը եւ ամեն օր փառաբանություն հայտնել։ Քո տաճարածումը հենց այդ եղանակով ելում, երբ որ մարդը սկսում է կտրել իր եսից ինչ որ բան եւ դա նվիրագործել, զոհաբերել, ընծայել Աստծուն, դնել Աստծո կենթանի զոհասեղանի վրա։ Սկսած իր սեփական ցանկություններից, որոնք շատ հաճախ եսակենտրոն են, սկսած իր եսից, որը իր իրական էության հակապատկերն է, եւ վերջացնելով ամեն ինչից ինչ որ նա ունի։ Մարդը իհարկե որը պիտի Աստծուն ինչ որ բան նվիրագործի, որտեղ Աստված կարիք չունի մարդու նվերների, բայց մարդը կարիք ունի Աստծո այդ շփումը հաստատելու համար, այդ նվիրական ճանապարհով անցնելու։ Եվ երկրորդը ինչ որ բխում է նաև առաջինից, դա Աստծո աղոթքն է եւ փառաբանությունն է։ Եվ այդ երկուսն են, որ մեզ հնարավորություն են տալիս ոչ թե մեկ անգամ ընդունել Աստծուն որպես հյուր մեր կյանքում, այլ Աստծո բնակարանը դառնալ, որպեսզի Աստծո հոգին մեր մեջ բնակվի եւ չլքի մեզ։ Երբ որ դադարում է այդ նվերումը եւ զոհաբերությունը, խնդիր է։ Մենք դադարում ենք պաշտամունքի վայր լինելու Աստծո համար։ Եվ աղոթքը, որը մեր կյանքի հիմնասյունն եւ էությունն է, պետք է ամեն օր հնչի մեր մեջ, որտեղ եթե մենք Աստծո տաճարն ենք, ինչպես եկեղեցում ամեն օր աղոթք է հնչում, այդպես եւ մեր մեջ պետք է աղոթք հնչի։ Մենք պետք է մեր օրը աղոթքով սկսենք, մենք պետք է մեր կյանքը աղոթքով ապրենք եւ ավարտենք մեր օրը աղոթքով։ Եվ դա մեզ վերածում է իսկապես սրբավայրի։ Եվ երբ որ մենք դուրս ենք գալիս աշխարհ կրելով Աստծուն մեր մեջ, յուրաքանչյուր մարդ, ով որ մեզ հետ փոխ հարաբերվում է, ով մեզ հետ շփվում է, մի մասնիկ այդ օրհնությունից առնում է։ Երբ որ Աստված օրհնում էր Աբրահամին, ասում էր, որ եւ դու օրհնություն կլինես շատերի համար։ Եվ այդ ձևակերպումը շատ կարևոր է, որ ոչ միայն մենք օրհնենք կամ օրհնված լինենք, այլ մենք օրհնություն լինենք այնտեղ, որտեղ որ մենք գտնվում ենք, որպեսզի Աստծո օրհնությունը մեր միջոցով տարածվի, բխի, որպեսզի այն անձով, որ մեզ հետ հաղորդակցվում է, հաղորդակցվի նաև Աստծո հետ։ Եվ դա է քրիստոնեության կարևորագույն առաքելությունը եւ յուրաքանչյուր քրիստոնյայի առաքելությունը այս աշխարհում։ Կրել Աստծո հոգին, լինել Աստծո տաճար եւ փոխանցել այդ շնորհը մարդկանց։ Եվ մյուս կողմից, երբ որ մենք նայում ենք այդ գեղեցիկ եւ կարևոր պատկերի, մենք նախ եւ առաջ բնականաբար մեզ ենք պատկերացնում, որ մենք Աստծո տաճար ենք, յուրաքանչյուրս, եւ այդպես էլ կա։ Եվ շատ հաճախ մենք հոգևոր բոլոր երևույթները միայն մեզ ենք վերագրում։ Բայց դուրս գալով մեր սեփական անձից մենք պիտի նաև հիշենք, որ ինչպես մենք ենք Աստծո տաճար, այդպես եւ մեր դիմացինը Աստծո տաճարը։ Յուրաքանչյուր քրիստոնյա, յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա Աստծո տաճար է։ Եվ իր հետ հարաբերվելիս, իր հետ շփվելիս մենք պիտի եւս այդ սրբության զգացողություն ունենանք, ինչպես մենք մուտք են գործում եկեղեցի եւ համբուրում ենք քարերը եկեղեցու եւ դա մեզ համար ավելին է քան շինություն, այդպես եւ մեր դիմացինը, ով որ եւս Աստծո տաճարը պիտի արժանանա մեր կողմից նույն վերաբերմունքի եւ նույն ակնածանքի։ Անշուշտ ոչ բոլոր տաճարներն են, որոնք գործում են, ինչպես մեր իրականության մեջ շատ եկեղեցիներ կան, որոնք խոնարհված են, որոնք քայքայված են, որտեղ որ ամիսներով եւ տարիներով պաշտամունք չի լինում, որոնց վրա այլևս բուսականություն է աճած։ Այդպես եւ մեր մերձավորներն են, որ ինչ որ պահին քանդվելով, խոնարհվելով չվերականգնվեցին որպես քրիստոնյա, կանչված են եղել, շինված են եղել որպես Աստծո տաճար, բայց խոնարհվել են եւ այլևս չեն կարողանում վերականգնվել։ Եվ ինչպես մենք այցելելով այդ սրբավայրերը, հերավոր վանքերը,
ակնածանքով եւ երկյուղով ամեն մի քարը մեզ համար արժեք եւ սրբություն, այդպես եւ մենք պիտի մեր դիմացին, ով որ եւս Աստծո տաճարը, բայց չգործող, խոնարհված, տապալված Աստծո տաճարը, պիտի այդ նույն հարգանք եւ վերաբերմունքը ցույց տանք։ Եվ դա բանալին է մեր հոգեվոր կյանքի։ Մենք մտնելով այս տաճար, մենք ինքներս դառնում ենք տաճարներ, որտեղ մենք կրողն ենք դառնում Աստծո օգուն։ Եվ եթե չլինի այս քարեղեն շինությունը, մենք կշարունակենք լինել Աստծո տաճար։ Քրիստոս այդ խորհուրդը իր մարմնի վրա ցույց տվեց, ասելով, որ քանդեք այս տաճարը եւ 3 օրում ես կվերականգնեմ այդ։ Եվ այդ խորհուրդը Քրիստոսի մարմինն է։ Եվ մենք, երբ որ դառնում ենք եկեղեցով Քրիստոսի մարմին, մենք ենք դառնում կենթանի Աստծո տաճարներ։ Եվ մենք պիտի դա հիշենք, սիրելիներս։ Առանց ընկալման ինքներս մեզ եւ մեր դիմացնի որպես Աստծո տաճար, մեր հոգեվոր կյանքը լիարժեք չէ։ Եվ մենք պիտի դա տանենք դուրս այս տաճարից, մենք պիտի դա հանենք մեր միջոցով, որպեսզի իսկապես մեր հետ շփվող մարդը հասկանա, որ նա շփվում է քրիստոնյայի հետ։ Զգա որոշակի խաղաղություն, որոշակի ճշմարտության կրող անձնավորությունը։ Եվ դա մեր յուրաքանչյուրիս առաքելությունն է, որպեսզի Աստված, կենթանի Աստված, մեր մեջ ապրի, մեր մեջ գործի եւ մեր միջոցով իր պատգամը փոխանցի մեղքով վիրավորված եւ խավարի մեջ խարխափող մարդկությանը։ Աստծո շնորհը, սեր եւ օրհնություն թող առաջնորդի բոլորիդ, այսմ հետը մինչև հավիտյան ամեն։